Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահի եւ վարչապետի հետ։ Փաշինյանն ու Քրիստեն Միխալը հանդիպման ավարտին հանդես կգան հայտարարություններով։ Այցի շրջանակում Փաշինյանը նաեւ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ։ Երկրորդ օրն է Իրանին չի հաջողվում մարել Բանդար Աբաս նավահանգստում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, վերջին տվյալով զոհվել է 36 մարդ, վիրավորների թիվն անցնում է 1100-ը։ Այսօր պայթյունի վայր է մեկնել Իրանի նախագահը։ Վաղը երկրում սգոր է հայտարարվել։ Մինչ այս պահը որևէ պաշտոնական վարկած չի շրջանառվում։ Ըստ New York Times-ի նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել։ Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։ Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին եւ երկրի կառավարությանը։ Խորապես վշտացած ենք Բանդեր-Աբաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, ասվում է արտգործնախարարության գրառման մեջ։ Ապրիլի 25-ին Սյունիքում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ավետիսյանին այսօր հուղարկավորել են հայրենի Աշոտավան գյուղում։ Արթուրը բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ, ծառայում էր սահմանապահ զորքերում։ Ըստ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության նախնական տվյալով Արթուրը մահացու վիրավորումը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից։ Արագածոտնի մարզի ավելի քան 15 համայնքների բնակիչներ այսօր փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը, պահանջելով չեղարկել հանրային տրանսպորտի վերաբերյալ որոշումը։ Ըստ բնակիչների նախկինում իրենց գյուղերից հնարավոր էր մեկ երթուղայինով Երևանի Կիլիկիա ավտոկայան հասնել, իսկ նոր որոշմամբ ներհամայնքային տրանսպորտը գնալու է միայն մինչև Աշտարակ։ Պիտի գնանք մի հատ Աշտարակ 400 դրամով, հետո Աշտարակից նորից մի հատ տրանսպորտ փոխենք, գնանք հասնենք, ելնել Կիլիկիա չի գնում, գնում է Լենին Կվարտալա գնալու էլի 400 դրամ։ Այսինքն ես եթե ստեղից գնում էի Կիլիկիա 400 դրամով, հիմա պիտի գնամ 800 դրամով ու ոչ Կիլիկիա։ Մի հատ էլ ուսանողներ ունենք տանը, մի հատ էլ ուսանողը այնտեղից նստի, նորից 150 դրամ տա, գնա հասնի նորից ուսումնարան, համալսարան եւ այլն եւ այլն։ Զուտ դրա համար է արվել այդ աբանա ակցիան, բողոքի ակցիան, որ չի լինի նման ձև։ Հետ 100 դրամ էր թանկացնում, եթե թող 100 դրամ ավելի լավ է թանկացներ, բայց տեղից նստեր իմ ուսանողը գնար մի անգամից իր ուսման վայրը, քան թե նորից երկու տրանսպորտ փոխելով են էլ տրանսպորտներն էլ չես կարում, դա անգամ մեջը չես կարում կանգնես։ Երեկ երեկոյան Երևանում տեղացած հորդառատ անձրևից հետո փողոցները կրկին հեղեղվել էին։ Քաղաքացիները սոցցանցերում տեսանյութեր էին հրապարակել, դժգոհելով քաղաքապետարանի աշխատանքից։ Հայաստանը չեմպիոններ ունի Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին 6-րդ փուլում։ Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի 4-րդ եւ 5-րդ փուլերի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց։ 17-ամյա մարզիկը հավասարը չունեցավ նժույգ թափերվարժությունում։ Իսկ Արթուր Ավետիսյանը Կահիրեում իր առաջին ոսկե մեդալը նվաճեց 2025 թվականի աշխարհի գավաթի փուլերում։ Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Հակոբ Սերոփյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մնաց Արթուր Դավթյանը։ Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ հենացածքի վարժության եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 28-ին։ Հանրապետությունում առաջիկա օրերին նույնպես անձրևային եղանակ է լինելու, մինչև մայիսի 2-ն առանձին շրջաններում, այդ թվում Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-ից 6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։